Բաներ դա մեզ համար, հայերի համար, այդ բան չի ասի մեզի։ Դա մեր ղեկավարության թուլությունն է, նրանք սկզբից որ գիտեին արդեն ինչ է կատարվելու, ինչ է կատարվում, նրանք պիտի դեմն առնեին։ Սպասեցին այնքան, ինչև այդ տականքները ոտքի կանգնեցին։ Ինչ է, խառնել են ժողովրդին իրար ինչ։ Շատ վատ վիճակ էր։ Պիտի ովքեր որ կանգնած են դրա գլխին, նրանք պատասխան տան։ Անմեղ զոհեր։ Շատ բացակ է, որտեղ որ կազմակերպել աշխարհի ամենաթույլ եւ թույլավոր ազգավորությունն է։ Չէր կարելի ժողովրդին թշնամացնել իրար հետ։ Բարձ է, կախավանը քիչ է ինձ։ Տեսեք, այստեղ այս նույն հրապարակում օրեր, ամիսներ շարունակ մարդկանց ուղղակում մտցվում էր մի բան, ով մեզ հետ չէ դավաճան է, ով մեզ հետ չէ թշնամի է։ Եվ մարդիկ, ովքեր գալիս էին այստեղ, այդ մտայնությամբ հետո արդեն քաղաքապետարանի հրապարակում միմյանց նկատմամբ տեսանք բոլորս, թե ինչեր էին անում։ Ինչ են տեսել Լևոնից լավ բան։ Ես չեմ տեսել, դուք տեսել եք, ինչ տեսած չեք ելի։ Դրա դեմ ուրիշ բան չեմ կարող ասել։ Լավ բան չեմ կարող սպասել նրանից։ Ղեկավարը եթե իր ժամանակ լավ չի եղել, 10 տարի հետո մեզ ինչ լավ անի, չէ։ Ասում են 7 լեզու դիտի, 8 լեզու դիտի, ինչ կարող է, մասնիկի ղեկավարի։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված այս խառնաշփոթ իրավիճակը անհանդուրժելի է։ Ինչի համար անմեղ ժողովրդին կազմակերպել եք անել եք պետության դեմը։ Եվ ինչ է ուզում եք հեռաշրջում կատարեք, դա վերջի հաջողում։ Ադուկտան սևեջերը կգրվի, որ ինչպիսի դարժանություն եղավ Հայաստանում։ Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա ես կարող եմ առաջարկել թմա, բանդարկություն, եւ նրա կոլեգային, մեծատառով, որոնք որ կանգնում էին, եւ ժողովրդին հանում էին երիտասարդ 18-20 տարեկան երիտասարդներին հանում են զինվորի դեմը, որ պատմության դեմը, հայ դեմը, ցուրկը մինչև անգամ դա չէր անում, որ ինչ-որ նա կազմակերպեց նստած իրան խուցում և հեռախոսով կապնում էր իրան թմակատել, դավայ, ջարդեք, պրճեք և այլ, բայց դա ում քրդին էր, ով էր ստեղծել ժողովուրդը, այդ գեղեցիկ Երևան քաղաքը, ինչի կոպիտ ասած ներողությունները մուսրի է դարձել, դա ներել հնարավոր չի։ Պետություն, եկեղեցի, որ դա մի եռանկյունի անբաժան, բայց նա բաժանում է, նա քանդող բրիգադ է եղել, իցն է։ Ովքեր որ պարում էին աստիճանի վրա, նրանք պետք է պատասխան տան, ժողովուրդ ինչ անեն։ Որ կազմակերպել է, այն էլ պետք է պատասխանության գա։ Լևոն Պետրոսյանը իր ոհմակով, իր ֆաշիստներով, բոլորով պետք է պատասխան տա հայ ժողովրդի առջև։ Եվ մենք դա պահանջելու ենք, և Լևոն Տեր-Պետրոսյանը գնալու է դատի և պետք է նստի իր Փաշինյաններով։ Պետք է բանակցությունների գնա լիդերը, վերջապես քաղաքակիրթ ձևով ավելի մեկնաբանություն տա և պահանջները, ինչ է պահանջում։ Քաղաքական պայքարը, նաև պայքարը քաղաքական ճանապարհով, տեսք շարունակվի, հետո կարող են հանդիպել զրույցեր գալ եւ որոշակի եզրակացության, բայց երբեք չի սպասում ու նման բաներ կլիներ։ Կազմակերպիչներին բոլորի դատավարություն, հիմնական կազմակերպիչներին, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած իր ամբողջ շրջակայքով վերջացած։ Պարակտում պետք չի մտցնել, այսքան բան, որտեվ կայունացման ճանապարհին ենք, պիտի շարունակենք կանոնանալ, այդտեղ մեզ համախմբում է պետք։ Մեզանում հանդուրժողականության պակաս կա։